աշխատակազմում, որը ես ղեկավարում եմ, այդպիսի մի ֆիլտր է դրած, որ ցանկացած օրենք, ցանկացած կարգավորում, ցանկացած փոփոխություն, որ իրականացվի, որևէ կերպ չազդի խոսքի ազատությանը, որովհետև դա ամենամեծ ձեռքբերումներից է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի անցած 8 տարիներին։ Իհարկե մեր հանրության մի մեծ զանգված, ընդ որում շատ մեծ զանգված, այդ խոսքի ազատությունից բողոքում է, բայց բողոքում է սանձարձակությունից։ Երեկվա միջադեպը այդ սանձարձակության հետևանք է։ Որոշ լրագրողների գործելակերպը դա սանձարձակություն է, դա խոսքի ազատություն չի։ Եվ մենք խոսքի ազատությունը ոչ թե փորձում ենք սահմանափակել, այլ որոշակի իրավահարաբերությունների կարգավորում մտցնել, որովհետև երբեմն սենց կարող եմ ասել, այն ինչ որ հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետություն խոսքի ազատության հետ, բավականին բնական է, որովհետև ժամացույցի սլաքը, մայատնիկը ձախ կողմում կապած է եղել։ Մենք 18 թվականին այդ թելը կտրել ենք։ Հիմա այս մայատնիկը խփել է աջ կողմի պատին։ Եվ մենք պետք է համբերատար սպասենք, մինչև այդ մայատնիկը նորմալ իր ընթացքի մեջ կգա եւ ճիշտ ժամանակը ցույց